2025 թվականի ընթացքում քաղաքական դաշտը լի էր բազմաթիվ կարևոր իրադարձություններով, ինչպես շատ քաղաքագետների և քաղաքական ներկայացուցիչների համար, այնպես էլ քաղաքագետ Արմեն Վարդանյանի համար տարվա կարևոր իրադարձությունը օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումն է։ Ռադար Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը շեշտեց, որ այլ պայմանավորվածություններ էլ կան, որոնք ևս շատ նշանակալից են։ Կարծում եմ ամենակարևոր իրադարձությունը օգոստոսի 8-ին ստորագրված թրիփի մասին համաձայնագիրներ, ԱՄՆ-ում, Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն էին, նաև ԱՄՆ-ի հետ տարվա սկզբին ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը եւ մի շարք այլ երկրների հետ ստորագրված նմանատիպ համաձայնագրերը, այդ թվում նաև Եվրամիության հետ ստորագրված գործընկերության համաձայնագիրը։ 2026 թվականին հասարակությանը ուղղված ուղերձում քաղաքագետը ընդգծեց, որ ցանկանում է ամենակարևորը՝ միայն խաղաղություն։ Ես հայ ժողովրդին մաղթում եմ 2026 թվականին խաղաղություն, բարեկեցություն։ Արմեն Վարդանյանը ցանկանում է, որ 2026-ին Հայաստանը տնտեսապես ավելի հզորանա, որն էլ կնպաստի քաղաքական եւ ռազմական հզորացմանը, եւ հայ ժողովուրդն էլ ավելի բարեկեցիկ երկրում կապրի։ Լիլիթ Աբրահամյան, Սարգիս Հակոբյան, Ռադար Արմենիա։